Parevses. Կշարունակեմ Զաբել Եսայանի սիլահտարի բարդեսները։ Բայց ավելի հաճախ Գանգան գավաղեր իր սերունդին անզորությունը։ Շիրինին թորներն ենք պե, ով գսեր որ այդ խապլանի բես մարդեն, մեզի բես կադուներ բիդմնային։ Մենք ալ մարդ ենք պե, Արիին աղբարը կիտերնուս բրնած մեզ գկաշե գդանի ուրբորուզե, ես խերն եմ անի ձեր ասկյանքին։ Ծմերվան իրիգումը գես կիշերը անց անդում պերեր էր անձանոտ և այլասկի պախստագամը, որ ձղախոտի մաքսանենք էր խաչախչի։ Թեդերը իր հետկերում վրա էին։ Այդ մաքսանենքերը ընդհանրապես չերքեզներ էին, որոնց եգեր միացեր էին քանիմը հայեր։ Տիգրան մոր եղբայրս հարաբերություն հաստատել էր այդ մարդոց հետ և արգածախնդրական դրամատրությունները արձարծվել էին։ Խաչախչները զինված էին և իրենց բոլոր գարելի միջոցներով գգրվեին կառավարության դեմ։ Ծխախոտի մենաշնորհը տված էր ֆրանսական կառավարության, որպեսզի երաշխավորություն փոխարինի։ Գյուղացիները, որ ծխախոտ կմշակեին բոսո մերձավոր գյուղերուն մեջ, ամեն միջոցներով կնպաստեին խաչախչիներուն։ Կառավարական թեդերը և ժանդարմաները, որ գոչված էին պայքարելու մաքսանենքներու դեմ, ընտրված էին նույնպես քաչ մարդիկները և հրահանգ ունեին անողոքլալ ավազակներու նկատմամբ։ Հերոսական գրիվներ տեղի կունենային Üsküdarի շրջակայքը, որոնք անվրեպ կվերջանային սպանություններով։ Տնեցիները շշմած մնացին Գանգանի հանցկնության։ Կգարձեմ հիշել այդ պախստականը թուրի շեղբի պես սուր թեմպով, մանր և գայծգլդուն աչքերով և քնավոր մարդու տպավորությունը ընող թխակույն մարդով։ Այն ժամանակ հազիվ 4 տարեկան էի։ 3 օր հետո, երբ փախստականը մեկներ էր մեր տունեն, հայրս և դուդուն խորհրդակցել էին Տիգրան մոր եղբորս մասին։ Ան բռներ էր իբրև էշկիա լերը քաշվելու ճամփա, պետք էր ոտքը կապել և հաջողեցնել, իշտաբով ամուսնացուցին ծգնորս Նիգոտի աղջկան հետ, որպեսզի հաստատվի և վերջնե իր դապարականի տրամադրության։ Գանգան այլևս չհեռացավ Üsküdarեն, բայց դարվեդարի անցած անձնադուր եղավ արբեցության։ Երբեմն, երբ քինովության ծայրահեղ աստիճանի մեջ այն ժամանակ մեր թուրը կզարներ և քնած տնեցիները կարծնցներ, որ շեն ու շենլի կլա, երբ մեկ նյութեն մյուսը ցատկելով կվերհիշեր իր պատանեկան տարիներուն ցկտումները, խոր հառաչանք կարձակեր և կգոչեր. «Մենք ալ 35 շիրին ենք ստորը ըսվելու, անոնք ուր, մենք ուր, մենք թափոն ապրանք, մենք զմանե, օֆ։ Մեր փողոցը։ Մեր տան փողոցը մեկ կողմը կբարձրանար դեպի Սելամսզի köşեն և մյուս կողմը կիջներ դեպի հունական և հայկական թաղերը։ Մեր տունը ճիշտ կենտրոնն էր և մեր տան հարևանները արհեստավորներու բարեկեցիկ ընտանիքներ էին։ Փողոցեն դեպի Սելամսզ բարձրացող մասին վրա կային հին ամիրայական տուներ, որոնց այլասերած բնակիչները իրենց լայնածավալ և փլփլած փայտաշեն տուներու մեջ քաշված կապրեին ժլատությամբ, կրծոտելով իրենց նախկին բարդության վերջին թափթփուկները։ Անոնք միմոդիս իրենց տեղերուն վրա ձեռացած ու բարավծած մարդիկ էին, անխի գդուցներով, խոժոռ և սրտողած նայվածքներով։ Այդ հին ընտանիքներեն ոմանք լքելով իրենց անբնակելի դարձած տուները, որոնք նորոգելու միջոցներ չունեին, ապաստանած էին
իրենց նախկին ախորներում կամ սպասավորներուն հարգապաժիններուն մեջ։ Այդ ընտանիքներեն շատ քիչեր երիտասարդ սերունդ ունեին, ընդհանրապես հանգած էին, բայց այն հազվադեպ շարավիղները, որ գային, դարձել էին գարաբան, ցիաբան, թռնաբան։ Անոնց մեկը իբրև դբրոցի ծառա աշակերտները կարաչնորդեր թևերը ծանրաբեռնված սագարներով։ Դուդուն մանրամասն գիտեր այդ ընտանիքները պատմությունները եւ երբեմն գոհոջարեր խոսիլ անոնց մասին, ինչ որ ինձ կհրաբրեր մասնավորապես։ Այդ հինդուներու ընդարձակ բարդեզներ ունեին, որոնց մասին հրաշալիքներ կպատմեին։ Այնտեղ գային դարաշխարները բերված ծառեր, որոնք անսովոր ծաղիկներ եւ բդուղներ կուտային։ Այնտեղ գային իրարու հաջորդող թարաթափներու վրա ավազաններ, որոնց շադրվաններեն ճուրեր կսլանար բազմաթիվ ժայթքերով եւ հետո կկահավիժեր մեկ ավազանեն մյուսը։ Նշանդուկներու եւ հարսնիկներու արիտով բարդեզները կլուսավարվեին եւ հրթիռներ կբարձրանային մինչեւ երկինք։ Փեհեզով եւ Վենեդիկի թավիշով սկեցավորված գեղեցիկ կիներ գշրջակայեին թավուտներու մեջ։ Այժմ ամեն ինչ ցամքած, մարած եւ մեռած էր եւ այդ հեքիաթային բարդեզներու մեջ, որոնց բարձրապերց եւ փլփլած բարիսմները փորոդած էին մամուրով եւ կարակոսով, մուլախոդերը գխեղտեին աբասերատ ծառերու փուները։ Դնեցիները դուդուի վերհիշումներով ոգևորված գտվեին անցյալ շքեղության օրերը։ Մասնավորապես Սուլտան Ազիզի քաղաքալության սկիզբը ու նաև եղերական դեպքերը, հանգարձահաս շնորհազրկություն, գլխատություն, աքսոր եւ այլ պատմություններ։ Այդ բոլորը լսելով Երանիկ մորակույրս Մադովը ցույց կտար հերու բարդեզի մեջ սեկ կեցվածքով ուրվագանային սիլուետը եւ գսեր արհամարանքով։ Էշենիչերեն ճուշչուշուցեն ցկել պերաններն։ Փողոցը վերի կողմեն գվերջանար նոր հարստացած արևդրական ներում հանգստավետ տուներով։ Անոնց բնակիչները ժիր էին։ Այրերը ամեն առավոտ կանուխ կերտային շուկա եւ գիները հակված սկված վերջին նորաձևություններու համեմատ փոխադարձ այցելությամբ գելլեին։ Անոնք չունեին սեփական գարկեր, բայց գվարցեին լավակույն երկցի գարկեր եւ գիրագի ու դոն օրերու գերտային չամլիջա։ Սրարշավ գանցնեին թոփանե օղլուհին ազնվաբեդական թաղեն, փոշի ամբեր բարձրացնելով իրենց անցքին։ Այդ արևդրականները եւ վաճառականներն էին, որ գնդրվեին տաղական եւ արատ նվերներով գարտարացնեին իրենց ընտրությունը։ Սուրբ Խաչի եւ Սուրբ Կարապետի քարոզիչները այդ կարգի դուները գհրավիրվեին ջաշի եւ գծնող դաներեց քահանաները միշտ նշխար կունեին դալու այդ արևդրականներու երախաներուն, ուր որ բադայեին անոնց։ Սպասադեղերը, գազինոները, ամենուրեք սպասյակները գշտաբեին ծառայելու այդ ընտանիքներուն, որոնք ամբողջ Üsküdar'ը գլեցնեին իրենց աղմգարար զվարճություններով եւ չդեսի շքեղ արտուզարտով։ Անոնց տուներում մեջ թաշնամուր մուտք գործած էր արդեն եւ եվրոպական բարերը դարձել էին ըստիբողական։ Անոնց աղջիկները գերտային մեզմուրյան մասնավոր վարժարանը եւ երբեմն ֆրանսացի քույրերի դպրոցը եւ ավելի ուշ Homeschool ամերիկյան քոլեջը։ Իսկ մանչերը գերտային բերբերյան վարժարան, որը ավարտել է հետո կմեկնեին Եվրոպա։
Այն ժամանակները ինձ մասնավորապես կհետաքրքրել թիմացի նպարավաճառ Կինեդունը, որ խորհրդավոր եւ ինձ համար ընդմիշտ անծանոթ մնալու սահմանված վայր մներ։ Իմ զարմացած եւ հիացած աչքերս փակ վարակույրներու առարկեմ գտիդեին այլազան աշխարհը, որ գբարձվեր մեր դան դիմաց։ Կինեդունեն դուրս կսբրտեին ցայներ, ուրախ կամ դխուր առաջանքներ եւ երգեր։ Անգե դուրս կելներ նաեւ դապկված ցուգի պարկոդը եւ զանազան խորովածներու ձխոտ փրմունքը։ Երբեմն քնչուիներ գուկային, գբարեին կինեդան առաջ եւ փախտ նայող գիներ զիլ ցայնով գկոչեին ֆալջի, ֆալբակար, բախլատար, աճբարարներ, դերվիշներ, գախարտներ գուկային, զանազան խաղեր գսարկեին։ Օրմը այնտեղ եկավ ջերմակ մորուսավոր օծահմամը, որ մոկական կավազանը շարժելով օծերը դուրս անեց վիզեն գախված բարգեմը։ Անոնք կսողային օծահմային բազուկներուն վրա, կալարվեին վիզին շուրջ, հետո դարձյալ կավազանի շարժումներուն անսալով գիչնային կեդին գփոլորվեին եւ գլուխնին ցծված գբարեին, մինչ օծահման իր սրինքը կնվակեր։ Քնչուները գբերեին նաեւ արջ, գաբիկ եւ խաղցնել գուդային տմբուգի ռիթմով։ Այդպիսի արիտներում ոչ միայն կինեդան մարտիկը, այլև թրացիներն ու անցորդները գխրնվեին փողոցը։ Բոլոր բադուաններեն թերադի եւ դարեցկիներ մինչև գեց մեջկերնին գախված կտիդեին։ Ես չեմ գիտեր ուրգե դուրս կուկային երախաներ, երամներ, ոմանք գլխապած եւ ոտապոբիկ, ոմանք լավ հագված, որ գխուժեին բոլոր փողոցներեն եւ քրիխներեն եւ գխրնվեին կինեդան արջև։ Դեսերեմ այնտեղ հունական ուրախ տոներ, ձաղգազարդ մարտերու թափորներով, հեթանոսական տոներ, որոնց մեկը որոշակի տրոշմված է հիշողությանս մեջ։ Մարտմը գրնագը պերծուծած էր թարմ բոստերու եւ ջղերու տալար տեզմը եւ ետ ու առաջ օրորվելով գերկեր ու հույն բադանիներ եւ երիտասարդներ ամեն մեկը բռնած սրսկիչմը ճուր գսրսկեին այդ փույսերու թեզին։ Մայիս մեկին բոլոր դուները բաց մասնավորապես հույներու դուները գզարտարվեին վարդերու եւ զանազան ծաղիկներու գիրլանդներով։ Փրփրեթես փգատը գլեցվեր մեծ ընտունարաններու մեջ, որովհետև սովորույթ էր այդ օրը արադությամբ կատխմել։ Դեսերեմ շիա թուրքերու մռայլ դոները, արյունաշաղախ թափորներ, թիվահարի թեմքով մարդիկ, որոնք իրենց գուրցկերուն զարնելով խորոչային ցայներ գոչեին. Յա Հասան, յա Հյուսեյն։ Գհիշեմ Ռամազանի գիշերները, երբ մինչև արևածագի տնտանոթներու տնտյունը թավուլ զուրնամ գպապախեր յետևի թաղերու մեջ, եւ թուրք արբած երիտասարդներու նաղարան գերգարացկվեր աղետի աստարարության նման։ Այսօրվան բաժինը այսչափ շարունակությունը հաջորդով։